Պարոն Էլբակյան, բարև ձեզ, շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես, առիթ չենք ունեցել երկար ժամանակ ձեզ հետ խոսելու, թեմաներն էլ մի քիչ շատ են, դրա համար կարծում եմ ամեն դեպքում սկսենք վերջից, Ալիևի ելույթը Շուշիում, հիմնական շեշտադրումները բնականաբար Հայաստանի սահմանադրությունն էր թիրախում, Զանգեզուրի միջանցքի հարցներ, շատ կարճ ուղղակի մեջբերում անեմ։ Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմաններից մեկը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Այս մասով իրենք բազմիցս հայտարարել են, սա եւս մեկ անգամ հայտարարում են։ Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարել է Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ադրբեջանցիներն ու ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքով անցնելիս չպետք է շփվեն հայկական սահմանապահների հետ, եւ դա անվանել իհարկե ճակերտներում օրինական պահանջ։ Իսկ խաղաղության վերաբերյալ խաղաղության պայմանագիրը կլինի միայն այն դեպքում, եթե բավարարվեն ադրբեջանական պահանջները։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ գիտենք իհարկե այնտեղ Ալիևը նաեւ հայտարարեց, թե ինչ ճնշումներ են եղել Մինսկի խմբից, սա ուղղակիորեն պայթեցնում է այս իշխանությանի դեմս Փաշինյանի այն հայտարարությունները, թե Ղարաբաղը իրենք այդպես էլ ասում են վաղուց էր հանձնված եւ իհարկե առանց անուն տալու անդրադարձավ նաեւ Սամվել Կարապետյանին։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Մարիամ։ Իրոք երկար ժամանակ չենք եղել ձեր եթերում, ամիսը կես կլինի։ Անդրադառնամ հերթով ձեր նշած թեմաներին։ Զանգեզուրի միջանցքի կամ այսպես կոչված թրիփի ադրբեջանական պահանջների մասին այն որ Ալիևը ասում է պետք է սահմանապահները հայերի չհանդիպեն, տենց ցավոք կուզեմ հիշացնել նաև թե ինչի է այդպես ասում, իր հիմնավորումը, որովհետև գիտեք, ասել կա ասել, այսինքն ինքնին պահանջը կարա լինի անօրինական, մեզ համար հակահայկական, բայց նաև հիմնավորումը կարա լինի էլի խորքային, անօրինական եւ հակահայկական։ Հիմա ուզում եմ դրա համար հիմնավորումն էլ վերահիշացնել, ինքը բազմիցս ինչ է ասել է, քանի որ կոնֆլիկտը թշնամանքը դեռևս վերացած չի, հանգուցալուծված չի, դեռ կա այդ ազգամիչյան բանը, կոնֆլիկտը, հակակրանքը, դրա համար պետք է իմ բաները, գրուզավիկի շոֆերները հայ սահմանապատ չտեսնեն։ Սա է հիմնավորումը այն անօրինական պահանջի, որը ինքը Հայաստանի դեմ առաջ է քաշում։ Բայց տեսեք ինչքան անօրինական է նաև բնույթով անօրինական ու հակահայկականը նաև հիմնավորումը։ Օրինակ մի քիչ եթե կատակի տանք թեման, կարող ասեր կարճ ճանապարհ է, մի 40-42 կիլոմետր հազիվ լինի, եկեք տնտեսական նպատակահարմարությունից ելնելով մաքսային ստուգում չանենք, էլի ախպորպես։ Այսինքն թող բանից մտնեն, Նռնաձորից մտնեն, գնան բանով դուրս գան, Ագարակի կողմերով դուրս գան, այդ 42 կիլոմետրի համար ափսոս չի, այդքան ապրանքը փչանա բան։ Կատակի եմ տալիս ցույց տալու համար, որ քաղաքականության մեջ բնականաբար առաջնայինը շահն է ու որևէ մի պետության պահանջ առաջարկություն բխում է շահից։ Բայց այդ շահը ձևակերպելու, այդ շահը իլուր աշխարհի, իլուր դիմացինի, այս դեպքում իլուր թշնամուց հայտնելու էլի տարբեր ձևեր կարան լինեն։ Կարան լինեն այս իմ նշած կատակային ձևեր, երբ որ էլի բոլորը հասկանում են, որ դու քո շահն ես առաջ տանում, բայց գոնե հիմնավորումդ ինչ որտեղ լսելի է, գոնե հիմնավորման մեջ չկա թշնամանք, պահանջի մեջ կա, հիմնավորման մեջ ձևական առումով չկա։ Հիմա սրա դեպքում հիմնավորման մեջ էլ կա թշնամանք, հիմնավորման մեջ էլ կա հակահայկականություն։ Մարդը ասում է, որ մենք ձեզ չենք ուզում տենալ, դուք մեզ խանգարում եք։ Եթե այդ իր հիմնավորման բանը հանենք, վերնաշերտը հանենք տակը մնացածը, այսինքն այդ մարդու բուն ասելիքը ինչ էր, բուն ասելիքները դուք մեզ խանգարում եք։ Այն իմ բերած կատակային օրինակում կստացվեր, որ չէ, ոչ թե դուք եք խանգարում, այլ ուղղակի ապրանքը կարող է փչանա, ճանապարհն էլ կարճ է, հա, դե եթե երկար լիներ բան, ասեինք ուրիշ բան, բայց դե կարճ է, էլի արագ անցնենք գնանք, օրինակ։ Բայց չէ, ինքը ասում է դուք խանգարում եք։ Այն նույն հաջողությամբ հիմա խոսում են, չէ, իրանք նաև պահանջում են, ասում են արևմտյան, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները պետք է գան Հայաստանի տարածքում ապրեն։ Այն նույն հաջողությամբ օր է գալու, ասեն դե գիտեք, քանի որ դեռ կա այդ շնամանքը, նույն բանը։ Ուրեմն մեր բնակիչները պետք է հայերի երես չտենան։ Դրան էլ երկու տարբերակ է, կամ պետք է այստեղ հայեր չապրեն,
կամ պետք է իրանք թուրքական ոստիկանությամբ, այսպես կորդոնավորված թուրքական ոստիկանությամբ պատասպարված լինեն։ Այդ իրենց այսպես կոչված վերադարձ արևմտյան Ադրբեջան հայեցակարգ փաստաթղթի մեջ մոտավորապես հենց այդպես էլ գրած է, որ այդ մարդկանց անվտանգությունը պետք է միջազգային հոգացության տակ լինի, դժվար չի գուշակել այդ միջազգայինը լինելու են Անկարայի բաները, ինչ-որ ժանդարմական բան, ոստիկանական խմբավորումները։ Նենց որ այս թեման, որին ներողություն, այս թեման, որ ինքը ասում է իմ սահմանապահները պետք է հայերի չտենան, երկու բան ա ուշում։ Նախ այդ թշնամության, այդ Հայաստանը վերացնելու մտադրության շարունակականությունը, որն էլ հուշում է, որ խաղաղություն ուրեմն չկա։ Խաղաղությունը այդ մենակ ինչի որ այդ բանին կրակոց չկա։ Խաղաղությունը այնա քեզ ուզում են վերացնել, թե չեն ուզում վերացնել։ Մարդիկ ուզում են եւ բաց են դրա մասին ասում, որ դուք մեզ խանգարում եք։ Եվ երկրորդ հուշում է նրա մասին, որ մենք այո, շարունակում ենք գործ ունենալ ցավոք սրտի նույն այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկի հետ։ Սրա անունը անցած տարի հեսա մի տարին կլռանա։ Օգոստոսին տենց դրեցին թրիպ դրեցին Յանի Թրամփի անունով։ Թրամփի սրոկը 3 տարուց ավարտվում է։ Անուն դրեցին խաղաղության պայմանագիր, բայց դրանից հոյությունը չփոխվեց։ Նախ Թուրքիան, այսինքն Անկարան ու Բաքուն շարունակեցին դա կոչել Միչանսկ, այսպես կոչված ՀՀ իշխանություններից որևէ արձագանք դրան չեղավ։ Հիմա են շարունակում ասել, որևէ արձագանք չկա։ Հիմա ինչ որ հիմնադրամ են սարքել, հորինել ռուսական եւ ամերիկյան բանով պատկանելիությամբ մարտել նշանակվել է դրա բանը, վարիչը թեման նաև փորձագիտական դաշտում, նաև ազգային դաշտում շեղվել է դեպի այդ մարդու ինքնությունը բատենած ռուսը, ամերիկացին պայմանավորեցին, չպայմանավորեցին, ինչ տարբերություն։ Այս դեպքում ինչ տարբերություն։ Տարբերություն կլիներ, եթե սա քիչ թե շատ պրոհայկական ծրագիր լիներ, կամ գոնե եթե իշխանության ղեկին հայկական ուժեր լինեին։ Բայց որ հայկական ուժեր լինեին, ամեն ինչ կանեին, որ ինքնին սրա գոյությունը թույլ չտային։ Հիմա այս առումով ես դրա վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, որ մենք երկրորդական բաների վրա չխորանանք։ Հիմա այսօր նշանակվել է ռուսական ցակման ամերիկացի, օրինակ, վաղը կարա նշանակվի թուրքական ցակման ամերիկացի, ինչու՞ չէ հայկական ցակման ամերիկացի, հայկական ցակման թուրք, բայց ինչ տարբերություն, եթե դրանից հարցեությունը չի փոխվում, դա շարունակում է մնալ նույն Միչանսկը։ Ալիևն էլ է դրա մասին ասում։ Բառացի, նաև թրիփի այդ այսպես կոչված համաձայնագրում է դրա մասին նշված անցած տարվա օգոստոսի, որ անխոչնդոտ կապ։ Գրած է մարդն էլ դրա հիման վրա զորավոր կերպով ասում է։ Հիմա խորանալ թե ով ինչ ազգի է, որը ինչ բիզնեսներ ունի, ես ցավոտ բան եմ ուզում հիշեցնել, մինչև մյուս թեմաներին անցնելը, որ մեր աչքի առաջ իրական քաղաքականության ծանրության տակ հոդս ցնդեց նոյեմբերի 9-ի թուղթը, որտեղ գրված էր, այն իհարկե կապիտուլյացիոն էր, պարզապես հիմա որ հետահայաց աչքով ենք նայում, զգում ենք որ վայ փաստորեն, բայց ինչ որտեղ կարար մեզ էլ օգտակար լիներ էլ ինչ որ պահի, իսկ այդ ինչ որ պահը այն էր, երբ որ թուրքերը սկսեցին ճանապարհը փակել։ Մեզ կարող օգտակար լինել նրանով, որ այդ թղթի մեջ հստակ գրած էր, որ ճանապարհը պետքա լինի ռուսական կողմի վերահսկողության տակ։ Բայց մեր աչքի առաջ այդ թուղթը հոդս ցնդեց, էլի եմ կրկնում, որտեղ փոխվեցին իրական քաղաքականության պայմանները։ Մեր աչքի առաջ մենք տեսանք, որ Արցախի հայերը 20 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ռուսական կողմի աջակցությամբ այսօրն բարեի քաղաքական եւ նաեւ տեխնիկական իմաստով վերադարձան Արցախ ավտոբուսներով, բանով, կհիշեք քանի ռեյս եղավ։ Իսկ հետո այդ համարյա նույն ավտոբուսներով բռնագաղթեցվեցին։ Հիմա եթե սենց բանը մեր աչքի առաջ տեղ ունեցել ընդամենը 3 տարվա մեջ 20-23 թվականին, ինչ տարբերություն, ինչ ձևակերպումներ են տրվում, ելի եմ կրկնում, եթե գետնի վրա իրողությունը նույնն է, որ այդ տարածքը փոխվում է Հայաստանից, տրվում է Թուրքիային ու Ադրբեջանին, իրար հետ կապ ստանալու, որակական զարգացման նոր մակարդակի հասնելու համար, որպես դաշնակից պետություններ, եւ Հայաստանը, հատկապես Հայաստանի հարավը կամաց-կամաց դատարկելու եւ իրանցով անելու։ Սա այս մասով։
Ինչ վերաբերվում է այդ Մինսկի խմբի համանախագահության հետ կապված իր այդ լալահարաշ ձևակերպումներին, ես կանադառնամ հարցին, իհարկե հարցը այնպեսին է, որ մասնագիտական համայնքի համար շատ քաջածանոթ է, բայց այո համաձայն եմ, որ ավելի լայն շրջանակների համար պետք է անդադ պարզաբանել։ Ինքնին Ալիևը առաջի անգամ չի սենց բան ասել։ Ինքը սենց բաներ ասել է 21 թվականի դեկտեմբերին, 21 թվականի փետրվարին, երբ որ պատերազմը նոր էր ավարտվել, այսինքն գոնե մասնագիտական լսարանիս համար այս մասով առանձնապես նորություններ չկան։ Ինչ է ինքը ասում։ Ինքը ասում է, որ այո, Մինսկի խմբի համանախագահությունը Ադրբեջանին իրան ճնշում էր ինչի համար, մոտավորապես նաև իր հին տեքստերը իմանալով, ասում էին, որ դե այսքան տարի է անցել, դուք պարտվել եք 90-ականների պատերազմում, հիմա գոհ եղեք, որ հայերը պատրաստ են գոնե փողզիջման, այսինքն 7 շրջանից 5-ը ձեզ տալու, բայց դուք էլ դրա դիմաց պետքա բան անեք, հաշվի նստեք այն իրողության հետ, որ այն հին Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը այլևս անհետ կորացա ձեզ համար, որտեղ պարտվել եք պատերազմում, դե պետքա ճանաչեք բանը, անկախությունը, հատկապես եթե ուզում եք այն երկու շրջանն էլ հետ ստանալ, ասենք նախկին Լաչինի եւ Քարվաճարի շրջանները։ Սա է եղել բանակցային ամբողջ տրամաբանությունում, ես չեմ ուզում խորանալ որքանով էր դա օպտիմալ, որքանով էր իրատեսական, որքանով էր հայկական կողմի երկարաժամկետ շահերին համապատասխան, էս է եղել համենայն դեպս, ու այսօրվա նաև կոնտեքստում սա ավելի է կարևորվել, առաջ եթե կարելի է շատ վերապահումներով մոտենալ այս տարբերակին, հիմա այդ զրույցը կարելի է մի կողմ դնել, բայց առավել կարևորված ասպեկտը հարցի դիտարկել, որ այո, փաստացի Ալիևը խոստովանում է, որ ամենակարևորը այստեղ ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրության հետ մենակ էր մնացել ինքը, այսինքն միջազգային հանրության ճնշման տակ հայտնվել էր Ադրբեջանը։ Սախի եմ ասում, որովհետև մի քիչ էլ եթե հեռու գնանք, կար մի մարդ, կոչվում էր Լևոն Տեր-Պետրոսյան, որը 1997 թվականին մի հատ բոցաշունչ հոդված էր գրել, պատերազմ թե խաղաղություն լրջանալոպա, եւ սև ու սպիտակի վրա գրում էր, որ մենք այս Ղարաբաղի հարցում մեր անզիջումայնությամբ, ըստ իր անզիջումայնությամբ մարտահրավեր ենք նետում ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը։ Մենք մենակ ենք մնալու միջազգային հանրության դեմ, իսկ միջազգային հանրությունը դա չի ների։ Երևի հարավսլավական օրինակից էր այդպես վախեցել։ Կյանքը ցույց տվեց, որ չէ, միջազգային հանրության դեմ մենակ էր մնացել Ադրբեջանը։ Ալիևը դա խոստովանել է եւ 2016 թվականի աշնանը, երբ որ ասել է չգիտեք փակդռների հետևում ինչեր է կատարվում, ինչքան խոսք զրույց առնել դնել վերցնել, ինձ ստիպում են ճանաչեմ Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նաեւ հիմա է արդեն post factum խոստովանում։ Դե էլ չասեմ դե որ մի քանի անգամ խոստովանել է, որ եթե կապիտուլյացիա չստորագրեր Հայաստանի իշխանությունը դեպի ձմեռ գնար պատերազմը, իրանց շատ դժվար կլներ Լաչին Քարվաճար Արշավելը բան, եթե չեմ խորանում, այստեղ էականն է նա, որ հայկական կողմը ինչ որ մի կարմիր գիծ գծել էր, որ էլ եմ ասում 100%-ով միգուցե մեր ակնկալիքներին կամ շահերին կամ այդ շահերի երկարաժամկետ ըմբռնումներին չէր համապատասխանում, բայց ամենայն դեպս հայկական շահը ինչ որ չափով այդտեղ արտահայտված էր այդ կարմիր գծի մեջ, ու այդ կարմիր գծի վրա կանգնած էր։ Այսինքն ստեղ խոսալ, որ Ղարաբաղը վաղուց հանձնած էր, դե անլուրջ է։ Լավ, անեկդոտային օրինակ բերեմ, սաղ, բանակցություն, մանակցություն, Ալիև, անեկդոտային օրինակ։ Երբ որ այդ Պրագայի ոչ բարով թուղթը ստորագրվեց 22 թվականի աշնանը, Եվրոպայական դիվանագիտության պատասխանատուն Բորելը վեր կացավ եւ հայտարարեց, որ մենք շատ բան ենք, ոգեշնչված ենք, ի վերջո Նիկոլ Փաշինյանը եղավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը ճանաչեց Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Եվրամիության պաշտոնական սայթում այդ հայտարարությունը դրած է։ Բա եթե տենց իրանց ասացի մարդիկ են, բա թող կանգնեին, ասեին բան ենք անում։ Ռուսներին ոնց են օրը մեջ բողոքի նոտա ուղարկում, դեսպանին կանչում, ԱԳՆ բողոքի նոտան տալի ձեռը ճամփում, դուխով են, չէ՞։ Բա դու Բորելին ասեին, չէ, ձեզ դու ոնց որ տեղը չես բերում, այդ նախկիններն էին ճանաչել, նախկիններն էին հանձնել։ Հա բայց գիտեն չէ՞ որ չեն կարող ասեն, որտեվ այդ արդեն մանկապարտեզ չի,
իրանք կարան մեր տանջված, տուժված, օրվա, ասենք, ապրոստի հարց հոգացող, չխորացող, չհասկացող, սեփական երկրի հանդեպ թշնամացած այդ զանգվածներին մեր ժողովրդի կարան մոլորեցնեն, բորելի պետք է գնան ասեն, դա վաղուց էր հանձնած։ Կասի տղա ջան, ես եվրոպական դիվանագիտության պատասխանատուն եմ, ես չգիտեմ, որը երբ է հանձնվել, որը երբ է ճանաչվել։ Բավոր վաղուց էր հանձնված, վաղուց էր ճանաչված, այս թուղթը ստորագրելու կարիքը вообще չի առաջացել։ Պարապենք մենք ստե ամեն օր Կովո Ալիևի դեմքը տենանք։ Եթե վաղուց հանձնած, վաղուց ճանաչածել էր, այլս թուղթը չէինք ստորագրի։ Սա է կարևոր, որովհետև իրականում մեր երկրի ներսում, մեր ժողովրդի շրջանում իշխանական լինել չլինելը, պրոիշխանական հայացքներ ունենալ չունենալը շատ հստակ աղերսվում է նրա հետ, թե մարդիկ ում են մեղավոր համարում մեր վերջին այս 6 տարվա ազգային ձախողությունների մեջ, կլինի պատերազմը, պատերազմները, մեր պատանդները, հողային կորուստները, դրանով շատ կարևոր է մարդկանց ճշմարտությունն ասել, որ ամեն ինչ հանձնված չէր ժողովուրդ, ամեն ինչ միգուցե իդեալական չէր, բայց երբ որ ամեն ինչ իդեալական չի, դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է եղել։ Այդ տարածքները փաստացի մեր ձեռքում էին։ Ի վերջո, հիմա ձեր ձեռից մի հատ բաժակ գան տանեն, բան կընկնավորվեք։ Այդ հողերը ռեալ մեր ձեռքում էին։ Այնքան, ասենք, ինչքան մարդա է գնացել, զինվորա գնացել, ծնողա գնացել, ես չեմ խոսում ազատագրված տարածքների այն հատվածի մասին, որտեղ բնակչություն կար, այդ մարդիկ ձերպես մարդիկ են, որ ապրում էին տեղ։ Հիմա դուք ասում եք, այդ հանձնած էր, բայց մարդիկ որտեղ օդում էին ապրում։ Չի եղել որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը դա ճանաչել Ադրբեջանի մաս, էլի եմ ասում, այլապես բանակցությունները ինչի մասին էին, ինչ ինքնորոշման իրավունքի մասին էր խոսք գնում, խի էին միջնորդները Ալիևին ասում ճանաչի անկախություն, երբ որ դու մեկին ասում ես, հիմա դե ես էլ ֆռացնեմ ուրիշ բան ասեմ, երբ որ դու մեկին գալի ասում ես լսի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, նշանակում որ դու ճանաչել ես, չէ՞, պարզ մի հատ բան եմ ասում, մեկը գա մյուսին համոզի, ասի արի ես ձմերուկը առ ախպեր։ Դա առնվազն նշանակում է, որ այդ մարդը այդ ձմերուկը ինքը համարում է որակյալ։ Եթե չասենք, որ ինքն էլ պատրաստակամություն ունի այդ նույն ձմերուկից առնելու, կամ միգուցե երեգը առել, կամ վաղնա պատրաստվում առնի, էական չի։ Հիմա նույն ձև, երբ որ միջնորդները Ալիևին ստիպել են, Ալիևի իսկ խոստովանությամբ, ասել են դու պիտի ճանաչես Ղարաբաղի անկախությունը, դա նշանակում է, որ իրանք հաշտ են եղել դրա հետ, իրանք էլ են պատրաստ եղել ճանաչելու, հիմա ես էլ ուրիշ բան ասեմ, գաղտնի թուղթ ա եղել, ճանաչած են եղել, որ կանգնում ասում են, դե տենց թուղթ կա չգիտեք, դա վաղուց հանձնած էր, մի քիչ պետք է այդ բանը, չարությունը, այդ նեղացվածությունը, լեղին, բան անել, թոթափել, ստապ նայել, Էլ եմ կրկնում, եթե ամեն ինչ իդեալական չի եղել, մեր ուզածով չի եղել, ձեր ուզածով չի եղել, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վատ ա եղել։ Հիմա տեսեք, այս ամենի զուգահեռ նաև ադրբեջանական կողմը էլ ավելի է սաստկացնում 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Հա, անդրադառնամ այդ հարցին, բայց մինչ այդ նաև որ Ալիևը առանց անուն տալու անդրադարձել էր Սամվել Կարապետյանին, դե գիտեք, որովհետև ցավոք սրտի մենք գործ ունենք խելացի բանի հետ, հա, ու այս մարդիկ, այս համակարգերը, այստեղ Թուրքիան էլ էլի մեջ է, անշուշտ Անկարան, չած Ալիևը ինքն էլ գտածակով տղա է։ Իրանք հասկանում են, որ այս վիճակը դե մի կողմից կարա իրանց ջանքերի արդյունքում հավերժանա, սենց էլ գնա ու գնա Հայաստանից բան չմնա, բայց մյուս կողմից հասկանում են, որ դրա համար աշխատանք է պետք, որտեղ հասկանում են, որ հակառակն էլ կարա լինի, որ հայկական քաղաքական կազմակերպությունը, հայկական քաղաքական օրգանիզմը ինքը լրիվ մեռած թաղած չի, որ կա պոտենցիալ եւ այդ պոտենցիալի լավ, ամենա չասեմ, բայց որովհետև տարբեր բաներից է բաղկացած, բայց այդ պոտենցիալի կարևոր բաղկացուցիչներից է նաև Սփյուռքը, առհասարակ, դե հիմա եթե Սամվել Կարապետյանն էլ դիտարկենք ինչ որտեղ, եւ նաև հայկական բանը, դրամատիրական շրջանակները, հայ կապիտալիստները, հայ ունևորները,
փողը լուրջ հարցեր է լուծում։ Բոլոր հարցերը չի լուծում, բայց լուրջ հարցեր լուծում է։ Հիմա մենք տենում ենք աշխարհում երևի 2 միլիարդատեր կա։ Միգուցե էլի կան, բայց գոնե որ այսինքն հայկական կյանքի մեջ են, հայկական կյանքով են ապրում, այո, իրոք մեկը ադրբեջանական բանտում է պատանդարված, մյուսը կարելի ասել հայկական, հիմա տնային կալանքում է, բայց ինչ տարբերություն, համարյա մի տարի բան էր, բանտում էր, որում խոշտանգարան հիշեցնող բանտում, նույնիսկ ապագայում կիմանանք, երբ որ մեր պատաններին հայրենիք վերադարձնենք, որտեղ էին պայմանները կենցաղային ավելի անտանելի, դաժե կարող պարզվի այնտեղ, որտեղ Սամվել Կարապետյանն էր օրինակ նստած անցած տարի։ Դե սա բան է, հա, մեկն էլ Ծառուկյան Գագիկը, կանադառնանք իհարկե Գագիկին միլիարդատեր չի, բայց հա, միլիարդատեր չի, միլիոնատեր է, բայց այս նույն բանից է, օպերայից է։ Ինչ վերաբերվում է 300,000-ին, դե իրանք թուրքերը շարունակում են Հայաստանի դեմ ժողովրդագրական արշավանքի այս թեման, ես չեմ էլ ուզում ասել բնակեցում, վերաբնակեցում, տեղափոխում, գալ, բնակվել, եսիմ ինչ անել, դե պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք ուղղակի պատերազմական ագրեսիայի հետ։ Ալիևը չել թաքցնում, իրան պետք է, որ այդ մարդիկ գան, որ հետո այդ մարդկանց տեղ լինելով հաշվին, ինքը նոր պահանջներ առաջ քաշի, հետ էլ գրավի, պրստին գնա այս ամեն ինչը։ Եվ որպես ուղղակի մի հիմնավորում այս ասացից, վերջերս իրենց նախագահականին հենց պատկանող, պաշտոնապես պատկանող ոչ թե զարտուղի ճանապարհներով, այլ պաշտոնական օրգան հանդիսացող ժողովրդական թերթում հրապարակվեց իհարկե հələ որ գիտնականի անունով մի բան, հոդված, բայց կարծեմ թե մեր դիտողները հասկանում են, որ Ադրբեջանում այդ ամեն ինչը գրախոսվում է, գրաքննվում է, տեքստերը պատրաստի գրում տալիս են, որտեղ սև սպիտակի վրա գրված էր, որ Հեյդար Ալիևի դրած հիմքերի շնորհիվ տեղի ունեցավ 20 թվականի պատերազմը, որտեղ իրենք հաղթեցին, որը նոր տարածաշրջանային իրողություններ առաջ բերեց եւ իրենք լիահույս են, որ այդ իրողությունների հիման վրա որևէ մի բարենպաստ պայմանի դեպքում, նկատի ունեն արտաքին միջազգային, հնարավոր է դառնալու նաեւ արևմտյան ադրբեջանցիների իրենց բարերով վերաբնակեցման հայրենադարձման շնորհիվ այդ տարածքներում ադրբեջանական պետականության վերստեղծումը։ Այնպես ինչպես դա տեղի ունեցել, այս ցիտատն եմ շարունակում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ այլն։ Այսինքն Ֆիզուլի Ջաբրայիլի օրինակը ուղղակի ինչ է նշանակում, իրանք համարում են, որ դա իրանց տարածքներ, հիմա այնտեղ իրանց ինքնիշխանությունը վերականգնել են, այսպես մի քիչ թուլացնենք էլի, իսկ ավելի ճիշտ անջատենք։ Իրենք համարում են, որ այդ տարածքներում իրանց պետական ինքնիշխանությունն են վերականգնել, հիմա ասում են նույնը լինելու է այս տարածքներում ուղղակի փուլային եղանակով, նախ գալու է բնակչությունը, հետո արդեն երբ որ միջազգային բարենպաստ պայման ստեղծվի, արդեն դրա հիման վրա բանը այդ տարածքներում նաև ադրբեջանական պետականությունն ուզում իրենք վերակերտել, այստեղ հատուկ եմ ուշադրություն ուզում դարձնել, որովհետև նախ մի կողմից հա անձամբ իմ այլ գործընկերներից խոսքերի մեկին մեկ հաստատումն է, բայց ստեղ էական է, որ իրանց մոտ սա արդեն աճ է ապրում այս թեման, եթե մենք հենց նույն Ալիևի տեքստերը հիշենք, ինքը պարբերաբար մի քանի անգամ, ես հիշում եմ նույնիսկ այսպես կոչված պետական հայկական լրատվամիջոցներն ուրախ տարածում էին, մի քանի անգամ ասել է, որ մենք Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային պահանջ չունենք, ես ինչ եք ասում։ Ուղղակի դա մարդասիրական իրավունքի հարց է, դե հիմա այդ մարդիկ ապրել են, ինչ անենք, հետ չգնանք, հա։ Բայց հիմա արդեն կամած, հələ ոչ իր դեմքով, բայց միևնույն է պաշտոնաթերթով արդեն գնում է այդ թեման, որ հա, այդ տարածքները պետք է ադրբեջանական պետականություն լինի, այսինքն Հայաստան չպետք է լինի, այն ինչ որ մենք մեզ 8 տարի է ճղում ասում ենք, հա։
ավելի Ուկրաինայի վերաբերյալ ինչպիսի հայտարարություններ արեց։ Կուզեմ նաև այս մասով ձեր խոսքը լսել։ Պատերազմի մասով իմ պատասխանը եւի գիտեք, ընդհանուր ծանոթ լրագրողական համայնքին դա միշտ կարող է լինել։ Իսկ եթե փորձում ենք հավանականություն գնահատել, դժվար հարց է, ես մի փոքր, գիտեք, այսիկ պատերազմի համար պետք է ինչ-որ գոնե չնչին դիմադրություն, որ դու կարիք ունենաս այդ չնչին դիմադրությունը կոտրելու համար դիմել ամենածայրահեղ միջոցին։ Ես չեմ տենում Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից որևէ դիմադրության նշույլ անգամ։ Ընդհակառակը, այնինչ մենք տեսնում ենք, ներքին լեգիտիմությունը մաշած, չեմ կարող ասեմ լրիվ, բայց բավականին մաշած եւ ամբողջությամբ ուղղակի արտաքին այդ սվիններին ապավինած մի հատ իշխանություն, որը զբաղված է թշնամու օրակարգի ուղիղ սպասարկմամբ ներսում։ Այսինքն էլ ինչ պատերազմ, այսինքն հարձակվել է տեսակ ռեժիմի վրա, որ ինչ։ Հայաստանի վրա հարձակվել իրանք միշտ պատրաստ են, բայց որպես ինչ-որ բան ստանան, եթե այդ ինչ-որ բանը ստանում են առանց որևէ դիմադրության, ապա ծախսանելու իմաստը ես չեմ տեսնում։ Հիմա տեսեք, օրինակ նույնիսկ 300,000-ի թեման։ Իրանք զբաղված են ինչով, թեման անլրջացնելով։ Թեման անլրջացնելով ես Հայաստանի դե ֆակտո իշխանություններին նկատի ունեմ։ Եվ թիրախավորելով մարդկանց, մեզպես մարդկանց, ովքեր ճշմարտությունն են ասում։ Գալիս են ֆեյքեր, մեյքեր, կոմենտներում գրում են բանա, բավոր չեկան, ուրեմն դու սուտ ես ասել եւ այլն, այսինքն մի կողմից անլրջացում, որը իդեպ հիշեցնեմ իրանք անում էին Արցախի հետ կապված։ Երբ որ ասվում էր, որ իրանք հողերը հանձնելու են կամ իրանք քաղաքականությունը բերելու է հողերի հանձնման, բան էին անում, կատակ էին դա տալիս, նույնիսկ բան էին, անեկդոտ էին արդեն վերածել, այսօր էլ երեգել չհանձնվեցին հողերը, ընդ մարդ կան ինչ-որ ամուսնանում էր, թե ինչ էր անում, թե պատվիրակություններ տարել, ասում էր բանա, այս օտարերկրյա պատվիրակությունը բերել ենք Շուշի, որ հանձնելուց առաջ մի հատ ցույց տանք։ Այո։ Դա արել է ամուսնացողն է ամուսնացել է։ Հասանի Շուշիում էր անում։ Խնդրեմ։ Բայց սա կարա թվա թե անլուրջ է, բայց իրականում ամենալավ բանը, որ դու դիմացինի իրանց դեպքում մեր ասածը, հենց կատակի տաս։ Հիմա նույնը այս 300,000-ի թեման։ Մի կողմից իրանք դա փորձում են պիտակայել որպես միայն մի կուսակցության, ասենք ուժեղ Հայաստանի քարոզչություն, չնայած ուժեղ Հայաստանը գոյություն էլ չուներ, երբ որ այդ թեմայի մասին մասնագետները մեկը ձեր խոնարհծառան խոսում էին, բայց դա պիտակավարու լավ ձև է։ Երկրորդ հա փորձում են բան անել, տես կատակի տալ, բա հա եկան, չեկան, հա դեպքում դուք սուտ եք ասում։ Նույն արելնել եմ ասում, Արցախի դեպքում հիշում եմ նաև իմ օրինակով, որ 20 թվականի նոյեմբերի վերջն էր, դեկտեմբերն էր գրեցի, որ վերջ Բերձորը հայաթափվեց, վերջի մարտը դուս եկավ, ինչ-որ մեծ անհայտ ես իմում է ինչ արել ուղարկել էին Բերձոր, որ դե փողոցները նկարի, ասի չէ, Ժողովուրդ ջան, հեսա ես կամ ես Բերձորում եմ։ Ուր է հիմա այդ տղեն, չգիտեմ, Աստված գիտի, էական էլ չի, ով էր չիմացա, ինչ էր չիմացա, բայց գիտենք, որ Բերձորը չկա։ Նույնը այս թեմայի դեպքում են փորձում անել։ Բերել մի վիճակի, որ արդեն դա անխուսափելի է, արդեն էլ ժողովուրդը չունի էլ դիմադրողականություն, էլ չգիտի էլ ում լսի, ում հավատա, ուղղակի կանգնացնել կատարված փաստի առաջ։ Հիմա պարզ օրինակ ձեզ բերեմ։ Հա, մեկ էլ մի որոշ լսարանի համար էլ բան, այդ չգիտեմ էլ արդեն բարի ծիծաղ առաջացնում այդ փաստարկումը, որ դե թուրքերն են խոսում են, էլի հիմա ամեն հաճացած եւ բանի տեղ չենք դնելու։ Եթե թուրքերը այսքանից հետո դեռ թուրքերը համարվում են հաճացող, ես չգիտեմ մենք ինչ ենք էլի, այս մարդիկ ինչ իրականության մեջ են ապրում, այսինքն ինչ աստիճան քարոզչությունը իրանց բանականությունը բանը մթագնելա, որ մի խոսքով լավ։ Դες բանի դեպ կարայիք ձեր կողմից ատելի նախկինների ժամանակ ասեիք։ Թուրքերի հանդեպ դες ինչ որ արգահատանքով խոսայիք էլի, բայց ինչներիդ վրա, ինչ հույսով եք հիմա այտենց արտահայտվում իրանց մասին, Աստված գիտի։ Հիմա բարձ օրինակ բերեմ։ Ոնց կարա պետությունը օրինակ սրան արձագանքի։ Հա, որտեվ նաև մի հատ այտենց ինչ որ պսևդո ինտելեկտուալ զանգված կա, որը կարա ասի դե հարցերը պետք է քննարկվեն, իրավունքներ բաները, թող քննարկվեն։ Հայլայն սկզբունքի մասին է խոսք,
գնում, չէ, այս մարդու սիրած թեման է, որտեղ բառակապակցությունն է գցել մեդան, ոչ մի դա չի պահվում, հեսա։ Էսա դրան եմ գալի, հələ մինչև դե տավուշ կա, մի րոպե։ Հայլայն սկզբունք, խնդրեմ, 1921-ից 23 թվականներին Ադրբեջանը մի քանի բաներ ընդունել, օրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ, այսօրվա բառով ասած, կենտգործկոմի մակարդակով, արգելելով Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում ժողովուրդների զանգվածային բնակեցումը։ Նախիջևանը հայությունը այդ ժամանակ մեծ մասամբ Թիֆլիսում էր, օրինակ մեր Արամ Խաչատրյանը, Նախիջևանցի է Արամ Խաչատրյանը, բայց Թիֆլիսում է մեծացել, որովհետև Ադրբեջանի ցեղասպան, Թուրքիայի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում Նախիջևանից բռնագաղթեցվել էին Թիֆլիսում էին։ Մի մասն էլ Երևանում էր։ Հիմա հարց կար, որ լավ, պրծավ է սա պատերազմ, ժողովուրդների եղբայրությունն սովետական կարգերն եւ այլն, դե այս մարդիկ թող Թիֆլիսից Երևանից վեր կենան, գնան Նախիջևանում վերաբնակվեն։ Ադրբեջանն էլ եմ ասում, ընդունեց որոշումներ։ Հաշվի առնելով, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը առանց այն էլ հողազուրկ է, գյուղատնտեսության համար ոչ այնքան պիտանի լեռնային տարածքներով, արգելել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում ժողովրդների զանգվածային բնակեցումը։ Այսքանս ինչքան կան քերիք ենք։ Այս որ իրանք դա անում էին այդ ժամանակվա սովետական իրողությունները հաշվի առնելով, չէին գրում, ասենք, արգելել հայերի բնակեցումը, որտեղ դե կստացվեր բայել ոնց է ժողովրդների բնակեցում, ուղղակի ասում են, չէ, Ժորժ ջան, ով էս պահին կա, թող մնա։ Նենց է որ շատ քիչ հայեր էլ կային, մի քանի հազար, ասում են, ով կա, թող մնա, բայց զանգվածային վերաբնակեցում պետք չլինի։ Վերցրեք դες օրենք ընդունեք մի հատ։ Բա ինքնիշխան չեք, ինքնիշխան նշանակում է, որ պետությունը նախ ունի օրինակ բան մաքսային ինքնիշխանություն, որը Ալիևը ասում է, որ պիտի հանձնեք ինձ, այդ մեկ։ Երկրորդ, սեփական ժողովրդագրական եւ միգրացիոն քաղաքականությունը որոշելու իրավունք, դա էլ ինքնիշխանության ձև։ Նույնիսկ Եվրոպական միությունում, որ գրեթե բոլոր երկրները բանեն Շենգենյան համաձայնագրի անդամ են, այսինքն համաձայնվել են, որ իրանք ունեն մեկ ընդհանուր ապրանքների ծառայությունների մարդկանց բան միգրացիոն տարածք, բայց նույնիսկ այդտեղ երբ որ նայում ես ազգային օրենքների մակարդակում ինչ որ տարբերություններ կան, այսինքն այդ մեծ համակարգի մեջ, որտեղ որ համակարգը թույլ է տալիս ինչ որ սեփական ինքնիշխան մոտեցում ունենալ, այդ բոլոր ազգային պետությունները ունեն։ Բա դու ոչ մի բանի անդամ չես, որը կկաշկանդեր քո միգրացիոն եւ ժողովրդագրական քաղաքականությունը, օրենք ընդունի, հաշվի առնելով, որ տեղից էլ հայաբնակ տարածքները փոքրանում են, քչացել են հայկան լեռնաշխարհում, ում եմ ասում սրանք որ հայկան լեռնաշխարհն որ արգելել, բա զանգվածային բնակեցումը կամ այլ բաների զանգվածային ինչ որ մի ձև, բա ինքնիշխան չես։ Եթե ինքնիշխան չես, եթե սաղ որոշվում է կոնվենցիայով, սաղ օտար կոնվենցիաներով, սաղ որոշվում է Ադրբեջանով, դե ֆիքսենք ուրեմն որ ինքնիշխան չես, դու ուղղակի խոսում ես ինքնիշխանությունից, երբ որ քեզ պետք է բան անել, Թուրքիայի ազդեցության տակ մտնել, այդ ինքնիշխանությունը։ Նայես որ այդտեղ կա անելու բան, այսինքն այդպես չի, որ դե հիմա մարդիկ են, կարող է տենց քայլելով գա, ասի ուզում եմ այս տանը ապրեմ։ Նախ իրանք չեն էլ ասում քայլելով գալիս ենք, դե տուն առնենք, իրանք ասում են, որ մենք խմբով գալիս ենք ու ասենք, որ տունն է մերը։ Բա օրենքի մակարդակով պաշտպանի պետության անվտանգությունը, բա էլ ինչի համար է իշխանություն։ Եթե զուտ այն ինչ որ Ալիևն ասում է, որ դա արվի, նա թող Ալիևը անի։ Հիմա նույնը բանի մասով, որ ասում ենք, որ զբաղված են թշնամու ասածը արդարացնելով։ Արցախի Տիգրանաշենի, նայ, ես նույնիսկ չեմ էլ ուզում խորանալ, որտեվ դա իրանց է ձեռնտու էլի, մանաթի վրա ես իմ ինչա, ախր իրոք ձեռ են առնում մարդկանց, ես սրտի ցավում եմ ասում։ Ինձ հաճելի չի, որ հայ մարդու անկախ իր քաղաքական հայացքից նույնիսկ եթե այդ մարդը սրանց է անդրել։ Ինձ հաճելի չի, որ հայ մարդուն իրոք ձեռ են առնում, հայտնի կենթանու տեղ են դնում։ Այսինքն ինչ է նշանակում ադրբեջանական փողի վրա մենք նկատել ենք Արցախաշենը իրանց կազմում նշված չի, այսինքն մեր կազմում է նշված։ Եթե այս մակարդակի բաներով է որոշվում բանը, հողապատկանությունը, գիտեք մենք ինչքան քարտեզներ ունենք, որ Ղարաբաղը մեր կազմում է նշված։ Սա իրոք ձեռ առնել է, էլի։ Բայց դա վերադառնանք։
Սրա մեջ չեմ ուզում խորանալ, ուղղակի ֆիքսեցի, որ սա ուղղակի ծաղր է մարդկանց հանդեպ։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, հատկապես նրանց, որոնք այդ իշխանությունների համակիր են։ Ես հավատացնում եմ, իրանք իրանց ներսում ոնց են արտահայտում ձեր մասին ժողովուրդ։ Ոնց են արտահայտվում։ Ձեր համար վիրավորական է, երբ որ ընդդիմադիր հայացքներ ունեցող շրջանակներն են ձեզ նեղացնում։ Հավատացեք, ուղղակի դուք նա լսում եք։ Իսկ իշխանությունների վիրավորանքները, որ իրանք փակ շրջանակներում ինչ ասես ձեզ չեն ասում, որ այդ չի ժողովուրդը, դրանց մենք էլ ենք իսկի շատ, դրանց հասնում է։ Այդ դուք ուղղակի չեք լսում։ Եվ ձեզ թվում է, թե իրանք ձեզ սիրում են։ Ոնց որ ծառերին թվում էր, թե կացինը իրանց աղբերն է, որտեվ կացինի կոթը իրանցից է սարքած։ Փոխարենը քննարկենք այն, որ այս հեքիաթը, որ մենք մի բան տալու ենք, մի բան ստանանք, ախր ժողովուրդ մի անգամ էլ ա եղել, դուք լսել եք այդ հեքիաթը, ու խաբվել անցել եք առաջ։ Դա եղել է Տավուշի ժամանակ։ Երբ որ ասվում էր, որ մենք է պառավակարում հողեր ունենք, վարելահողեր ունենք, այսքան հեկտար բան, բա հեսա հայելային սահմանազատում, սահմանագծում ենք անում։ Մի հատ ոտի բութմատ դնելու տեղ պառավակարում ինչ որ մեկը հետա ստացել։ Շատ չեմ ասում, մի հատ ոտի բութմատ, sense որ հողի մեջ բան անես, ասենք, ոտի բութմատով խաղաս։ Մի հատ այդ չափի գոնե հողակտոր ինչ որ մեկը հետա ստացել սահմանագծման ու սահմանազատման արդյունքում։ Բա ճիշտ ենք ասում։ Բա որ ասում ենք դա հողերի հանձնում է, ճիշտ ենք ասում։ Որ չի կարելի էլի անverջ ինքնախապեյության զբաղվել։ Ամեն ինչ երևում է։ Պրոստը ձեզ վախացնում են նրանով, որ բա ինչ եք ուզում, բա պատերազմ լինի։ Դե Ժորժ ջան, այդ ոնց որ ձեզ կան ամեն օր ձեր տան մեջ նվաստացնեն, ձեր կնոջը, ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը, ինչ որ մեկն է կողքից գա ձեզ համոզի, ասի, հա բա ինչ ես ուզում ես ելնես բան անես, բոքսով կռիվ անես այդ մարդու հետ։ Ինչ որ մի պահի այդ ընտրության առաջ հավաքական առումով արդեն իսկ կանգնած ենք, բայց ինչ որ մի պահի ավելի ցցուն կերպով պետք է կանգնենք։ Պայքարել արժանապատվության լինելիության համար, որտեղ ի վերջո մենք բան չենք էլի անասուն չենք։ Ասենք այդ հարևանը գա տենց ռեժիմով նվաստացնի գնա, ասենք հա բայց զատով մենք ինչ ապրում ենք, հաց ենք ուտում, զուգարան ենք գնում, ով ասեց որ մենք վատ ենք ապրում, հա մարդ է գալիս, հա հիմա մի ժամ ծեծում, մեծում, հայհոյում, ես իմ ինչեր անում, բնական կարիքները հոգում ա մեր վրա, թողնում գնում ա, ինչ անենք։ Հետո էլի շարունակում ենք ապրել, շնչում ենք, արտաշնչում ենք։ Սա ապրել չի։ Սա անասնական վիճակ է։ Ու երբ որ ձեզ անընդհատ պատերազմում են վախացնում, ուզում են այդ անասնական վիճակի մեջ դնել, որովհետև անասունն է, որ այդեն շատ բան է անցալում ֆիզիկական ցավը, շատ բացարձակ է անցալում։ Մարդուն տրված է նաև հոգի, մարդուն տրված է արժանապատվություն, երբեմն նույնիսկ ֆիզիկական ցավից, երբեմն նույնիսկ անձնազոհությունից ավելի բարձր, այսինքն երբեմն նույնիսկ բաներ լինեն, որ ավելի բարձր դասի, քան ժամանակավոր ֆիզիկական ցավը, քան նույնիսկ սեփական կյանքը, ինչքան կարելի է տենց անդադ ասել, բա ինչ ես ուզում, բա ինչ ես ուզում։ Համենայն դեպս չեմ ուզում, որ այս անասնական վիճակը լինի, որ Ալիևը կանգնում ընդե ինչ ուզում ասում է, ինչ ուզում ստանում է, իստեղից մենք տենում ենք մենակ դրա արդարացում, մենակ դրա իրականացում, իսկ այն մարդիկ, որ փորձում են դրա դեմ պայքարել, կարգվում են որպես դավաճաններ ու սկսում են խոշտանգվել։ Եվ հենց հիմա Գագիկ Ծառուկյանին պետք են տարել հարցաքննության, ուզում անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի դեմ այս թալանում են այս բախումները, գողանում են ավելի շուտ իր ունեցվածքը, փորձում են ունեցել ու սրան զուգահեռ նաև Անդրանիկ Թևանյանի գործը որ կարել են եւ Արեգնազ Մանուկյանի հետ կապված, խնդրեմ։ Այսօր իմիջիայլոց նաև Անդրանիկ Թևանյանի գործով դատական նիստն է։ Այստեղ այս տարիների ընթացքում ի՞նչն է էական, որ հիմա չգիտեմ մեր պատը կա թե չէ, որ քաղբանտարկյալների առաջ հիշում եմ լուսանկարներ այսպես կպցնում էին եւ անընդհատ այդ կազմը մեծանում էր, հետո փոքրանում էր, ինչ որ մարդիկ դուրս էին գալիս, նոր դեմքեր էին ավելանում։ Տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ իրոք այս կազմը քաղբանտարկյալների ինքը փոխվում է, բայց օրինաչափորեն է փոխվում։ Օրինաչափորեն։ Ու այդ օրինաչափությունը ինչի է, այդ մարդը 2018-ին մասնակցել է, չի մասնակցել, 16-ին է մասնակցել, 20-ին ինչ է արել։ Այդ կազմի օրինաչափություն որոշվում է նրանով, երբ որ այդ մարդը այս իշխանությունների կործանարար ընթացքի դեմ պայքար է տանում։ Всё, դա միակ միավորող բանն է։ Դե հենց դա էլ մենք կոչում ենք բան էլի, քաղաքական հալածանք։
Հիմա ուրախանում են, ասում են, հա, բանը Ծառուկյանը էշին գցել էր առոցի վանդակ, ժողովուրդ աղբորպես։ Կամ լավ, այդ նոր է իմացվում։ Այդ նոր է իմացվում։ Երբ որ ձեր սիրելի առաջնորդա, կուրքա, չգիտեմ ինչա, երբ որ մասնակցում էր Ծառուկյանի երեխու հարսանիքին, ու դուք էլ վստահ եմ այդ նկարը լայքել եք, սրտիկել եք։ Ինքը նկարը հրապարակել ընտանեկան Ծառուկյանի երեխու հարսանիքից։ Լայքել եք, չէ, սրտիկել եք, գոնե ձեր որոշումներին տեր եղեք, այդ ձեր ցավը տանը։ Այդ ժամանակ դուք չգիտեիք, որ էշին գցել է։ Կամ լավ, էշին գցելը չգիտեիք, այդ վիդեոն չգիտեիք, ինչու նոր հայտնվեց։ Այդ ժամանակ դուք ուրույն կարծիք չունեիք Ծառուկյանի ու նրա ունեցվածքի բանի մասին, այդ ուրույն կարծիքը նոր առաջացավ։ Բախե գնաց այն ժամանակ լայք է սրտիկել, լավ, գոնե ձեր, այսինքն մարդ եք ի վերջո, Աստված ձեզ օժտել է բանով, կամքի ազատությամբ։ Ոնց կարաք ինքներդ ձեր արածները չհիշեք։ Էլ եմ կրկնում, այսինքն նոր իմացան, որ Ծառուկյանը ինչ-որ, չգիտեմ, խնդիրներ կա։ Մարդը բաց նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ ունեզրկելու եմ։ Ախր եթե դա ձեզ հաճույք է բանանում պատճառում, հասկանում եմ, բայց այդտեղ կա խնդրի մի ուրիշ կողմը, որ մենակ հաճույքով չի, մի պա այդ հատվածը անջատեք ուղեղի, միացրեք մտածողական հատվածը։ Ինչն է խանգարելու իրանց ունեզրկել նաև ձեզ։ Ինչը։ Այն որ դուք իրա կողմնակիցն եք, նախ եթե տենց եք մտածում, ֆիքսենք ուրեմն, որ դուք ապրում եք ոչ թե պետության օրենքներով, պետության արժանի էլ չեք իրականում, այլ ապրում եք թայֆայական բանով, օրենքներով, բայց արդյոք դուք պատրաստ եք, որ մի հատ ուրիշ թայֆա էլ կանգնի հակառակ բաներն անի։ Կամ եթե դուք դրան պատրաստ եք, մեկը ֆիքսում ենք, որ դա էլ պետություն չի, ձեր ընկալմամբ դուք պետության քաղաքացի չեք, դուք ուղղակի հանցավոր խմբավորման անդամ եք։ Այդ մեկ։ Երկրորդ, բայց ինչի եք մտածում, որ եթե դուք իր աջակիցն եք, ձեր դրանը այդ ուխտը չի չոքել։ Ուղղի քիչ կան իր աջակիցներ, որ ունեզրկված են, նստած են, հելած են, գործազուրկ են, հիասթափված են, արտագաղթած են, խաբված են, եսի ինչ են, քիչ են։ Հրաժարականի դիմում գրած են, մանդատ վայր դրած են։ Դուք չեք հասկանում ոնց է աշխատում բռնապետությունների օրենքը, որ ինչ որ պահից բռնապետը համարում է, որ կակրազ ամենամեծ խոչընդոտը յուրայիններն են։ Մի հատ պետք է յուրայիններից ազատվել, թազա յուրայիններ բերել։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում իդեպ իշխանական ապարատում։ Երբ որ այն հին կազմը որ կար, այն հələ քայլիստները, բաները եւ այլն, վետերանները 18 թվից դրանից առաջ եկող 15 թվից կամած ինչ որ բան են ելում, քաղաքական թոշակի են գնում, հասկանալի չի ինչ են գնում եւ լրիվ նոր բաներ են գալիս, նոր ջահել ջուրներ։ Ու եթե դա շարունակվի, մի 5-6 տարի հետո էլ դրանք բիտակ ուղարկվեն, նորը կգա, ոնց որ Ստալինյան ռեպրեսիաներն են եղել, ոնց որ Մաո Ցեդունի մշակութային հեղափոխությունն ա եղել, ամեն տեղ նույնն է։ Բայց եկա բանի մեջ, ուրեմն ձեզ կարող է խնայի, որ բանի որ խանգարեցիք, ոնց որ հիմա տեղի ունենում բաների հետ, Միրգ բանջարեղեն, ծառուցաղիկ, արտահանող, ցուկ բուծող, չգիտեմ ինչ։ Ի վերջո այդ մարդիկ խանգարում են իրան, որ Հայաստանը բանանի Ռուսաստանի հետ դաշնակցությունից հանի մտցնի Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ Թուրքիայի ազդեցության տակ Հայաստանը չպետք է պարենային ինքնաբավություն ունենա, հա, մոտավորապես։ Խանգարում են այդ մարդիկ իրան, միգուցե ոչ հենց sense անձնապես, բայց որպես դասակարգ։ Ու պարզը չէ, որ իրան մեկ է, իրան են ընտրել, իրան չեն ընտրել։ Խանգարում են, վերջանցանք առաջ։ Դրա համար, եթե ուզում եք օրենքով ապրել, պետքա ձեր այդ հաճույքները, բաները կառավարեք։ Հատկապես էլի եմ ասում, որ այստեղ հետևողականություն չկա։ Եթե լիներ հետևողականություն, որ ով 91 թվականի կամ 90 թվականի օգոստոսի 23-ից հարստացել է, մենք դա համարում ենք ապօրինի, այդ սաղ սեփական շնորհբան այդ ամեն ինչը բոլորի հանդեպ նույն վերաբերմունքը։ Դե կարելի է sense նայել, ասել բոլշևիզմ, հա, մեկին միգուցե դուր գար, մեկ գաղափարապես, մեկին դուր չգար, բայց ոչ մեկ չէր կարող ասի, որ սա քաղաքական է։ Դե կասեն, սա գաղափարախոսական է, բոլորի հանդեպ նույն բանն է արվում, այդ թվում եւ հենց իրանց։ Այդ առաջի սերնդի բոլշևիկները, ընդհանուր մինչև Ստալին, Խրուշով, Բրեժնև նույնիսկ ոչ մեկը եսի ինչ տենց միլիոնների բաների տեր չէր։ Ընդհանրապես ոչի բանի տեր չէր։ Հիմա դա գոնե կարելի է գաղափարապես ընդունել, չընդունել։ Դրա դեմ պայքարել, դա աջակցել, բայց դա հետևողական կլիներ ու կոչվեր գաղափարախոսություն։ Իսա ուղղակի թալանա։ Ուրիշ բաներ չկան, մարդիկ, որոնք ողջամտորեն կարող են կասկածվել
կասկածելի ճանապարհներով հարստանալու մեջ։ Գագիկ Ծառուկյանն է մենակ։ Ուրիշ մարդ չկա, բա իրանք բան են, այդպես օրինական են հարստացել։ Հետեւաբար սա գաղափարախոսություն չի, սա ժողովրդին տված խոստման կատարում չի, սա ուղղակի քաղաքական հալածանք, վրեժխնդրություն ու պետականության հիմքերի խարխլում է։ Դուք որտեղ եք աշխատելու։ Միշտ որ ասում եք աշխատատեղը լինի, այդ ներդրումը որտեղից է գալու, որ մի ներդրողը պետք է նայի, տենա ինչա կատարում մարդու ձեռից գույք են խլում ու լուրջ գաստեղ երկարաժամկետ ներդրում անի։ Մենակ թուրքերը։ Որտեվ ներդրողը ուզում է որ իր ներդրումը երաշխավորված լինի։ Սովորական ներդրողը կնայի կասի չէ, օրենքը պետք է իմ ներդրումը երաշխավորի, օրենք չկա։ Իսկ թուրքը կասի չէ, իմ ներդրումը երաշխավորողը իմ զինվորն է ախպեր։ Այդ ով պետք է իմ ձեռից համարձակվի Հայաստանում բան խլի ու թուրքը կգա, բայց եք ուզում, դրան է տանում։ Մնացած ներդրողները չեն գա, որովհետև կասեն մեր հույսը օրենքն է։ Իսկ եթե օրենքը չկա, մենք չենք գա։ Կգա նա, որ կասի իմ հույսը իմ զենքն է, մեկ էլ Հայաստանի այս հիմիկվա իշխանությունների վրա իմ ազդեցությունը, վсё։ Բայց ճանապարհ եք բացում Թուրքիայի համար։ Անդրանիկ Թևանյանի դեմ իրականացվողը։ Ես գործի դետալներին տենց առանձնապես ծանոթ չեմ, ոնց հասկանում եմ, այդ մարդը մեղադրվում է իբր որ падգամավոր որ ազգային ժողովի ինչ որ փակ բանի մասնակցելով բան արել, բայց ես ոնց հասկացա ինքը այդ ժամանակ падգամավոր չի եղել։ Եվ ավելին Գեղամանուկյանն էլ վերջին հարցազրույցներից մեկում ասում է, այդ փակ լիստը եղել է ՔՊ-ի առաջադրողը փակվենի, ասում է, լիստից անմիջապես հետո ես դուրս եմ եկել, գնացել եմ ազգային ժողովի հայտարարությունների ժամին, ասել եմ ինչի մասին է խոսվել այնտեղ, որովհետև այդտեղ որևէ փակ գաղտնի տեղեկություն չի եղել։ Չէ, բայց այդտեղ հարցը նա այդ մարդը вообще եղել է թե չէ, Թևանյանը, որտեվ ժամանակագրորեն ինքը այդ ժամանակ падգամավոր չէր։ Երկրորդ, ամենազորավոր փաստարկը, որը միշտ այսպես գալիս է նեղը գցելու այս իշխանություններին եւ նրանց քարոզիչներին, ապա նոր իմացակ, այդ ինչ պատահականությունների շղթա է։ Նոր իմացակ, օրինակ նույն Միքայել arczepiskopos Աչապահյանի դեպքը, այդ մարդը այդ հարցազրույցները չարաբաստիկ, չեմ հիշում որ լրատվականներ, նյուզերներ, որիներ, 100 տարի առաջ է տվել։ Հիմա դուք 25 թվականից երբ որ գործ հարուցեցիք, նոր եք իմացել, դրանք 2-3 տարվա վաղեմության հարցազրույցներ էին։ Այստեղ է բան նաև լինում հայելի ակումբը մարդը մի բան ասում է 8 տարի հետո մեկ էլ ասում են բանա մի հատ հրավիրում են քնչական բացահայտություն տալու կամ գործով ներգրավելու կամ ես ինչ լինելու։ Չորդ ախր այս բաները, այս ճակերտավոր ուշացած սա 5 գործելավոճ է հələ սովետական իրավապահ համակարգից եկող։ Երբ որ ինչ-որ բան թթու են դնում կոպիտ ասած ինչ-որ գործ, որ կբացենք այն ժամանակ, երբ որ պետք կգա։ Ինքը արդեն իսկ կոռուպցիա է, բայց կոռուպցիայից զատ, երբ որ այդ պետք գալը քաղաքական նպատակահարմարությամբ է պետք գալիս, դա նշանակում է, որ դա արդեն քաղաքական կոռուպցիա է, այսինքն բռնակալական համակարգ է, բռնատիրություն է։ Այդ նիստը եղել է, ասել ասողը, ես իմ երբ։ Այդ ես իմ երբից անցել է եկա ժամանակ։ Էլ չեմ ասում, որ իրոք այդ մարդը այդ ժամանակ այդ բանը չուներ, մանդատը չուներ։ Նույնը Չալաբյան Ավետիքին է։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ զրույցը օրինակ իրական է, լավ, ինչ հիմքով է ձայնագրվել։ Հիմա ի վերջո այս երկրում մարդիկ զուգարան գնալուց է ձայնագրեք։ Այս երկրում այս մարդիկ ունեն անձնական կյանքի անձեռնմխելիություն, թե չէ։ Թե ասենք մենք այտենց Հյուսիսային Կորեան գալատ է արել Հայաստանի դեմ։ Այս սովետ մովետի մասին էլ չեմ խոսում։ Չէ, բայց պիտի ցած ես մտահոգի, չէ՞ ժողովուրդ։ Սա չի կարա վերաբերվի մենակ մեկին, էլի եմ ասում, որովհետև ռեժիմը ինքը պարանոիդալ է։ Ցանկացած բռնապետական ռեժիմը այդպեսին, դա մարդու հարցը չի։ Բռնապետական ռեժիմը ինքը պարտավոր է լինել պարանոիդալ, այսինքն կասկած տեսնել ամեն տեղ եւ ամենքի մեջ։ Այսօր Չալաբյանին են զապիսանում, չես հասկանում ինչ հիմնավորմամբ, մարդու մասնավոր զրույցն է, ժամ անց ասենք ռեստորանում նստած է, ոնց հասկացվում է։ Վաղը ձերը կանեն, վաղը ձեզ զուգարանում զապիս կանեն։ Հետո կբերեն շանտաժի կենթարկեն, ասեն էս չես ուզում ես ինտիմ կադրերը տարածենք, ես ինչ բանը պետք է անես։ Հետո տենց երկրի մասին է գերազել։
Էլ եմ ասում, նույնը Չալաբյանինը, որ մի կողմից հասկանալի չի, եթե դա աուտենտիկ ձայնագրություն է, ինչ իրավունքով, երկրորդ մարդը вообще ինչա խոսում այնտեղ, որը կարա հակա իրավական։ Եվ նաև ըստ որում ինքը, այսինքն խոշտանգման դրսևորումներ է ստանում, հաշվի առնելով, որ մարդուն արգելվում է տեսակցել երեխայի հետ, դստեր հետ, որ նույնպես իքական սեռի է, անչափահաս։ Ու այս ամեն ինչի ֆոնին ես մեր քննադատության թիրախը համարում եմ, որ հիմնական թիրախը բնականաբար այս իշխանություններն են, որին մենք քննադատում ենք, բայց կան կառույցներ, օրգանիզմներ, ի վերջո աշխարհակահաղական բևեռ, որը հնարավոր է դարձրել այս իշխանության գալը եւ հնարավոր է դարձնում նրան պահել այդ իշխանության վրա եւ արևմուտքը այդ բևեռի անունը դրա համար ես այդտեղ ուզում եմ հիշել, որ այսպես կոչված կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններից զրո արձագանք ա եղել այս թեմայով եւ ոչ միայն այս թեմայով, նաեւ այլ կին քաղաքալացյալների թեմաներով, ինչը նշանակում է, որ երբ որ այն ժամանակ հին Հայաստանում, այսպես ասած, իրանք իբր զբաղվում էին կանանց իրավապաշտպանությամբ, դա կանանց իրավապաշտպանություն չէր, դա ուղղակի մահանա էր, դա ուղղակի ընդհանուր ըմբռնման, common sense-ի տեսանկյունից լեգիտիմ թեմա էր, որով կարելի էր այդ ժամանակվա իշխանությունների, ընդհանրապես այդ ժամանակվա հասարակական, քաղաքական կառուցակարգի լանդշաֆտի լեգիտիմությունը խարխլել։ Երբ որ դա խարխլվել է, այդ իշխանությունները էլ չկան, այդ Հայաստանը էլ չկա, Ղարաբաղը էլ չկա, արդեն կանանց իրավունքները իրենց հետաքրքիր չեն, կամ ոնց որ իրանցից մեկը ասեց, ֆաշիստ ազգայնամոլ կանանոնցով ես չեմ զբաղվում, ես զբաղվում եմ նրանցով, ումով որ ուզում եմ։ Անկեղծ պատասխաններ իրականում։ Սա էլ ես հատուկ եմ ուզում շեշտադրել, որ եւս մեկ անգամ մեր բնակչությունը հասկանա, որ այդ մարդու իրավունքներ, իրավապաշտպանություն, ի վերջո դա գործիք է նրա համար, ով որ դա բանեցնում է, ու ըստ իր շահերել ինքը որոշում է ում պաշտպանի, ում չպաշտպանի։ Ապագա ազատագրված Հայաստանը այս առումով ինքը հույսը իր վրա պետք է դնի։ Ինքը պետք է իր մարդկանց մեծամասնություններ, փոքրամասնություններ, խոցելիներ, անխոցելիներ իրավունքներով ու պաշտպանությամբ զբաղվի, որ ոչ մի պարազիտի, ոչ մի անդրազգային ուժի թույլ չտա գան մխրճվեն ու այս երկիրը քանդեն։ Եվ եթե ամփոփենք, ինչ ունի անել այս կրոնադեմությունը։ Այդ լավ հարց չի, որովհետև մի հատ շոքերը անցնեն, աշխարհի խաղերը բրծան, նոր խորհրդանը ձևավորվի, չէ, դե կատակը մի կողմ 2020 թվականից սկսած ես իմ անունից կարող եմ խոսել, թեպետ այլ մարդկանց եմ ճանաչում նման գործելավոճով, բայց իմ անունից ասեմ, համարել եմ, որ կա, այսպես ասենք, ազգային դաշտ, ազգային ուժեր, այդ ազգային ուժերի համախումբը եւ պետք է ամեն գնով հասնել այդ դաշտի միասնականացմանը, որովհետեւ առանց դրա հաղթանակ հնարավոր չի։ Հիմա էլ եմ նույնը համարում։ Այլ հարց, թե օրինակ կարելի էր 11-րդ դարում երազել ինքնաթիռի մասին եւ կյանքը ցույց տվեց, որ ի վերջո բնության մեջ դա հնարավոր էր, դա եղավ, բայց ոչ 11-րդ դարում երազողի համար։ Դրա համար ասելիք շատ առանձնապես չկա, Մարիամ ջան։ Ինչով պիտի զբաղվի ընդդիմությունը պետք է զբաղվի ազգային իշխանափոխությամբ։ Հիմա եթե կարճ պատասխանեմ ձեր հարցին։ Ուղղակի այս պահին պատկերացրեք ինչ որ անկանոն մի հատ ռազմաճակատ է, չի հասկացվում հրետանին որտեղ է, թիկունքով է, շտաբը ովքեր են, որոշումներ ովքեր են կայացնում, ընդհանրապես զորքերի թվաքանակը ինչքան է, դե թշնամուն երևում է, յուրային ուժերին չի երևում։ Զորքերի բարոյաքեբանական վիճակը, ով է կռվում, ով է դասալքում, ով է մնում, ով ինչ կարողություն ունի եւ այդ պայմաններում ասենք հարցնել ինչ որ շտաբային մասնագետի ասել լավ, որը պետքա լինի 4 օր հետո ստորաբաժանման արժև դրված մարտական խնդիրը անհնար է պատասխանել։ Նախ մեկ պետք է հասկանալ ստորաբաժանումը կա, չկա, ինչ չափով կա, ովքեր են, ինչ փորձառություն ունեն,
ինչ սեփական պատկերացումներ ունեն ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ինչքանով են вообще պատրաստ հիերարխիայի ենթարկվել։ Հիմա այս պայն մի հատ անձև քաոս է, թող գոնե քաոսը մի քիչ ձևավորվի, կերպարանք ստանա։ Աշնանը սեպտեմբերից կխոսանք այդ թեմայով։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։